հնարավոր դարձրեցիք այս քննարկումը տարեսկզբյան չափազանց ակտուալ թեմայով։ Այո, մենք գործում ենք 10 տարի շարունակ, սա ինչ-որ միտեղ և հոբելյանական տարի է մեր համար և նաև հոբելյանական այս ֆորմատի միջոցառումների համար, քանի որ թվով 15 ֆորումներ, ներառյալ նաև այս մեկը մենք անց ենք կացրել անցած 10 տարիներին, նվիրելով Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքականությունների, արտաքին քաղաքականության բոլոր առանցքային զարգացումների և խնդիրների։ Դրանք ունեցել են ոլորտային ուղղվածություն և այստեղ նստած շատերը մասնակից են եղել դրան քննարկումներին, պաշտոնյաներ, որոնց հետ մենք հաստատել ենք ինստիտուցիոնալ լուրջ համագործակցություն, դարձել հարթակ էքսպերտային հանրության, փորձագիտական հանրության, հասարակության և նաև քաղաքականության մշակողների որոշում ընդունողների միջև։ Եվ պատահական չէր և չէինք կարող այլ վարվել, քան այս տարվա մեր միջոցառումը քննարկումը չնվիրելը խաղաղության, օրակարգին և նաև այն հիմնարար զարգացումներին ու փաստաթղթերին, որոնք անցած տարվա ընթացքում ստորագրվեցին Հայաստանի և մի շարք երկրների կողմից։ Իհարկե շատ է խոսվում հատկապես Վաշինգտոնյան համաձայնագրերի մասին, բարեվերջ չնշանավորվեց նաև Հայաստան Եվրամիություն ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ և բայց ոչ պակաս է, որ այդ նույն տարվա ընթացքում այստեղ նստած դեսպանների շատերի երկրների հետ հաստատվեցին կրկին ռազմավարական գործընկերության հարաբերություններ և Հայաստանը դժվարությամբ սովորելով, բայց առաջ է շարժվում։ Եվ այդ զարգացումների թույլ ասել հիմնական դերակատարներից շատերը նստած են այստեղ, իդեմս պարոն վարչապետի, որը իր թիմով և նաև իր թիմակիցներով կրելով երկրի ժողովրդի հետ միասին անցած տարիների ողբերգական զարգացումների ողջ բեռը և պատասխանատվությունը փորձում է փոխել պարադիգման, հակադրվելով հին ուրեմն մոտեցումներին և փորձելով փոխել ընթացքը ապահովելու համար անվտանգություն, զարգացում և առաջընթաց մեր երկրի համար։ Այս գործում իհարկե անորանալի դեր ունեն նաև այստեղ նստած մի շարք երկրների ներկայացուցիչներ և քաղաքացիական ովքեր այս տարվա և տարիների ընթացքում հանրային ազդեցությամբ իրենց բոլոր գործիքները օգտագործել են հանուն Հայաստանի Հանրապետության այդ քննարկումները բարելավելու համար։ Առանձնապես շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետի թիմին և աշխատակազմին այս օրերի ընթացքում մանրակրկիտ և հետևողականորեն աջակցելու և այս ամենը հնարավոր դարձնելու համար։ Խորին շնորհակալություն նաև Եվրամիության և Միացյալ Նահանգների դեսպաններին նախ առաջին հերթին, որ իրենց դիվանագիտական ծառայության ընթացքում կանգնած են եղել Հայաստանի կարիքների, խնդիրների կողքին և նաև մասնավորապես, որ համաձայնել են մասնակցել այս քննարկմանը ու նաև մասնակիցներ այդ բոլոր զարգացումների, որոնց մասին ես թռուցիկ նշեցի։ Միացյալ Նահանգների տիկին դեսպանը հարգարժան տիկին Քվինը իհարկե հրաժեշտ է տալիս Հայաստանին և նա այս վերջին տարիներին մասնակից աջակից է դարձել նաև այս ամբողջ ուրեմն զարգացումների, այս ամբողջ դրսևորումների և նաև ձեռքբերումների և իհարկե ես վստահ եմ, որ Հայաստանից հեռանալուց հետո նրա ուրեմն ռադարում կլինի նաև մի երկիր, որտեղ ինքը իր կյանքի տարիների անցկացրել և ինքը հրաժեշտի հանդիպումների մեջ է շնորհակալություն ձեզ, որ նաև հնարավորություն տվեք ձեր հրաժեշտ ունենալու այս քննարկմանը մասնակցելու միջոցով նաև քաղաքացիական հասարակության հետ։ Շնորհակալություն ձեր աշխատակազմին աջակցության համար։ Շնորհակալություն պարոն Մարագոս Եվրամիության դեսպանին կրկին նույն աջակցության և մասնակցության համար։ Շնորհակալություն բոլոր դեսպաններին, ովքեր պատվել են մեր այս ֆորումը և մեզ հետ միասին են։
Իմ շնորհակալության խոսքերում թերևս չեմ կարող շրջանցել նաև Մատենադարանի տնօրենությանը եւ հանրային խորհրդի նախագահին Պաուլ Խզմալյանին, որովհետեւ սա երկրորդ հավաքն է, որ մենք այստեղ ենք անցկացնում, իհարկե երկու անգամներ շատ խորհրդանշական ենք ընտրել վայրը, այնպես չէ, որ այս դահլիճը իր կազմակերպական եւ այլ լոգիստիկ հարմարություններով ամենահարմարն է, բայց այն մի վայր է, որը մեր պատմության, մեր ինքնության, պահպանության եւ նաեւ անբաժանելի մասնիկն է եւ պատահական չէ, որ հայոց գրերի ստեղծող ու մարցանը տեղադրված է այստեղ ով մեծ հետք է թողել մեր ամբողջ պատմության ընթացքում, առաջին նախադասությունը հենց թարգմանել է ճանաչել զիմաստություն եւ Սոկրատ իմանալ Պարնաս Հանջարոյի։ Մենք այստեղ հավաքվել ենք սիրելի մասնակիցներ, սիրելի գործընկերներ, քննարկելու այն բոլոր հանճարեղ, ոչ հանճարեղ զարգացումները, որոնք տեղի ունենում Հայաստանի շուրջ եւ որոնք վերաբերում են մեզ, ի վերջո քաղաքականության ամենաառաջկային ելակետային բանն է եւ ուժը չէ, պարտադրանք չէ։ Պարոն վարչապետը քանիցս իր բոլոր հրապարակային ելույթներում խոսել է Հայաստանի նոր հայացքի մասին, որը բարիդրացիության, խաղաղության եւ նաեւ աշխարհի հետ փոխկապվածությամբ եւ փոխշահագրգռությամբ գոյատևելու, ապրելու, առաջ գնալու եւ զարգանալու մասին է։ Եվ ոչ թե պարտադրանքի եւ ուժի։ Մինչ մենք բոլորս պատրաստվում ենք այս միջոցառմանը, շատ նշանակալի զարգացումներ արձանագրվեցին երեք Վաշինգտոնում, իսկ ավելի նույն գիշերը Վաշինգտոնում բառացիորեն Հայաստանի Հանրապետության գործնախարարը եւ նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ստորագրեցին Թրամփի երթուղու, միջազգային բարեկամության եւ խաղաղության համար Թրամփի երթուղու ուրեմն շրջանակը եւ ստապություններ մցվեցին։ Ես կարծում եմ անցած տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները, ապաշրջափակման առաջին նշանները, ծիծեռնակները, որոնց Հայաստանի Հանրապետության իշխանությունները, պարոն վարչապետը մեկ օրում չէ որ հասել է կամ մեկ անգամյա ջանքով չէ որ հասել է։ Այդ բոլոր դիվերսիֆիկացիոն հարաբերությունները, Հայաստանի դիմակայունության աճին ուղղված ուրեմն բոլոր ջանքերը թերևս այսօրվա ամենաբուրըն քննարկումների առարկան է դառնալու երեք մեր պանելների միջոցով, որոնց մասնակցելու են եւ հարգարժան դեսպանները Պետրագո պարոն վարչապետի հետ միասին եւ նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը եւ նաեւ արտաքին նախարարության ծառայության պետը Տիգին Գրիգորյանը եւ պարոն Գրիգորյանը։ Շնորհակալություն խորին նաեւ ձեր աշխատակազմերին եւ ձեր պատրաստակամության համար։ Ես չեմ ուզում երկար չարաշահել ձեր բոլորի համբերությունը, ուղղակի ուզում եմ որպես կազմակերպիչ վայելել այս քննարկումը, վայելել ձեր մտքերը, վայելել այս ամեն ինչը եւ հուսալ, որ մեր ամտանգային խոսույթում, մեր ամտանգային քննարկումներում այն իր համեստ դերակատարումը կունենա, հստակեցնելու այն անհստակությունները, որոնք առկա են, հանրությանը հասցնելու այն բոլոր ուղերձները, որոնք պետք է հասանելի լինեն, ապահովելու արտաքին քաղաքականության եւ նաեւ ներքին քաղաքականության թափանցիկությունը, ինչում հանրարդարության պիտի ասել մխիթարություն գոնե ունենք վերջին տարիներին, քանի որ իշխանությունները այդ մասին շատ են խոսում եւ մաղթել մեր ֆորումի բոլոր մասնակիցներին, բոլոր պանելիստներին լավագույն քննարկումը այս հետաքրքիր ուշագրավ շրջադարձային ժամանակաշրջանում, որտեղ եւ ռիսկերն են մեծ եւ հնարավորություններն են տեսանելի եւ ուրվագծելի։ Այսօր մեր ամբողջ առաքելությունը դա է, շնորհակալություն հարգելի գործընկերներ եւս մեկ անգամ այստեղ գալու համար, շնորհակալություն այն ուրեմն լրատվամիջոցներին, ովքեր հեռարձակելու են մեր այսօրվա քննարկումը վարչապետի ուրեմն աշխատակազմից եւ նաեւ առաջին լրատվականից, ինչպես նաեւ Armen Press-ից,
ում անունով որ մոռանամ ինձ ներող կլինեք, բոլոր լրատվամիջոցներին խորին շնորհակալություն այս ամենը նաև ավելի մեծ լսարաններին հասու դարձնելու համար։ Եվ վերջապես ամենամեծ շնորհակալությունը նաև իմ թիմին, փոքրիկ թիմին եւ նաև իմ գործընկերներին, մեր բոլոր գործընկեր հետազոտական կենտրոններին, տակենտրոններին, հասարակությանը։ Ես վստահ եմ, որ շատերը կզարդարեին այս հարթակը իրենց խոսքով, բայց ինչպես ասում են, ամեն ինչ հնարավոր չէ մեկ անգամ, միանգամից եւ դրա համար ուղղակի ասում ենք մնացածը թողնենք հաջորդ ֆորումներին։ Այսքանով ես ուղղակի ավարտում եմ ողջույնի խոսքը, մաղթում մեր ֆորումին արդյունավետ քննարկումներ, մեր բոլորիս կողմից ակնկալում արդեն տրամադրում հաջորդ քննարկումները իրականություն դարձնելու համար։ Շնորհակալություն բոլորին։